Կարապետյան, երբ դուք արձագանքներ եք տալիս կամ հայտարարություններ եք հանդիսացնում, իշխանության ներկայացուցիչները անմիջապես անցնում են գրոհի, ընդհանրապես փորձում են ծաղրել, փորձում են կրկնել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, չնայած Նիկոլ Փաշինյանը նաև սպառնում է, ես ուզում հիշեցնել նրա խոսքերը Սամվել Կարապետյանին ուղղված, որ Հայաստանը կոպան չէ, պետության համաբերանները կմնա, դուք մարզային այցեր եք կատարում, ընդհանուր տրամադրվածությունները ինչպես է, պետության համանուն վերանալու կոմունալիստության, եւ մի կարևոր հարցեր եմ ուզում տալ, չնայած դուք մասամբ արդեն անդրադարձաք, սովորաբար ընտրություններից առաջ ժողովրդի շատ ուժեր նաև խաբում են ու հետո ինձ սուրպրիզներ են լինում։ Հիմա կարող եք ձեր պարագայում լինի ու հանկարծ պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը ձեր միջոցով հավակնում է կրկին մեծամասնություն լինել խորհրդարանում, որպես ընդդիմություն մեծամասնություն։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը քեշնցնեք։ Եվ պետության համաբերանները մնախորban Ինձ միշտ զարմացրել է աշխատանքային ժամերին, ինչով են զբաղված մեր պաշտոնյաները, որովհետև ես մասնավորի մեջ եմ եղել միշտ ու հավատացեք աշխատանքային ժամերին այնքան ժամանակ չեմ ունեցել, որ կոմենտ գրեմ, առավոտից իրիկուն ինչ-որ ընդդիմությանը լսեմ ու կոմենտ գրեմ։ Իշխանության ղեկը իրենց ձեռքն է։ Եթե թող ընդդիմությանը մոռանան, իրենք զբաղվեն այն հարցերով, որը հիմքերը ընդդիմության բոլոր հիմքերը կզրոյացնի, այսինքն զբաղվեն երկրի բարեկեցությամբ, գյուղատնտեսությամբ, հազար ուրիշ հարցերով։ Facebook-ից դուրս գան, զբաղվեն գործով, այնպիսի տպավորություն է, որ մեր պետական ամբողջ մեքենան երկու բան է անում։ Կոմենտա գրում, ստատուսա գրում ու ասֆալտ անում։ Մեր պետությունը, մեր ամբողջ պետական համակարգը ասֆալտ անելու մասին չի, էլի։ Բացի ասֆալտի նկար գծելուց, մի որակական բան թող ներկայացնեն, մենք էլ ուրախ կլինենք դա փաստենք, մենք պրինցիպիալ լավ լուրերը ասելու կողմնակից ենք, որովհետև դա հույս է տալիս մեր հանրությանը, որ Հայաստանում կա հետաքրքիր պերսպեկտիվա, ապագա։ Ասեմ սենց, միայն մի սխալով, որ երկրի ղեկավարը արեց, ես նշել էի դպրոցների ուղղությամբ, նա մոտ $100 միլիոն մինիմում վնաս է տվել Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարող եմ թվարկել մի 3-4 այդպիսի սխալ, որով ոչ թե թալան, այլ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում, խալատնես վարկա, անպուտության արդյունքում մասնագիտական։ Հնարավոր է եղել կորցները ավելի մեծ գումարներ։ Ինչ վերաբերվում է թալանը հետ բերելուն, թող բերեն, մենք ուրախ ենք, թող հետ բերեն, իչքան կարան, թող հետ բերեն։ Իր ասոցի ժամանակ ունավորում է ասակավական վստահացեց, որ գործնարան սերցան երբ ուրոր են ասնել։ Իր դաշինքը դուք և քաղաքացիական կանոնային։ Շատ լավ։ Ես շատ պերսպեկտիվայով մեծ էլի ուժեր եմ տեսնում, հուսով եմ, որ կստացվի, իրենք էլ կանցնեն, իհարկե գնահատելի այն գնահատականը, որ ստացել ենք։ Մենք ունենք այդ կոնսենսուսը ու նաև ինձ չի թվում, որ մենք մեծ հավատամք ունենք, որ մենք հավաքելու ենք այնպիսի բազային, այնպիսի աջակցություն մեր հասարակության կողմից, որը պարզ կդարձնի մեր հասարակությանը, որ ով է լինելու ընդդիմության հիմնական գործոնը։ Մեր ամբիցիան է դա, մենք գնալու ենք դրան։ Շնորհակալ եմ։